Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 25-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. Գիտեք, մեզանից գողացել են հիպերձայնային հրթիռների տեխնոլոգիան, մենք էինք դրա ստեղծողը, այն գողացել են Օբամայի վարչակազմի օրոք, գիտեք թե ով է դա արել, ռուսները գողացել են այն, ինչ-որ վատ բան է պատահել, բայց հիմա մենք դրան կրկին կառուցում ենք դրանք և մեծ քանակությամբ, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե չկա տենց օր, որ ԱՄՆ գործող նախագահը նախկին նախագահների հետ կապված չասի, որ սա են սխալ արել, նա են սխալ արել, ամբողջ ինչ արել են սխալ են արել, ես չեմ կասկածում, որ եթե Դոնալդ Տրամպը մանրամասն ուսումնասիրի Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի 7-ից գոնե 4-ը, որ եղել են առաջին նախագահ, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլորի օրոքեր սկսած Ջորջ Վաշինգտոնից կարող է գտնել թերություններ, որևէ զարմանալու բան չկա, բայց կա մի հարց, չէ, այդ ուրիշների սխալները նկատելու արդյունքում որևէ կերպ հնարավոր չէ սրբագրել սեփական սխալները, ինչ էլ ուզում է արածլներ Օբաման, դրանից չի բխում, որ պետքա մաքսատուրքերի պատերազմ սկսել, աշխարհին ասել բոլորը թալանել եք Ամերիկան, քայլեր անել, որի արդյունքում Ամերիկայի դիրքերը թուլացնել, իդեպ, եթե այդպես նայենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հոմենակ Օբամայի ժամանակ չեն գաղտնիքներ գողացել, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ժամանակ, եթե խորհրդային միությունը միջուկային տեխնոլոգիան չգողանար, միջուկային ռումբ ոնց կստեղծեր։ Ոչ միայն գողերն էլ են հայտնաբերված, գողերին մի մասին համարում են դավաճան, մյուս մասը համարում է հերոս, հատ-հատ բոլորին գիտեն, թե ինչպես են այդ տեխնոլոգիան գողացել, այլապես խորհրդային միությունը առանց տեխնոլոգիայի չէր կարող 1949 թվականին օգոստոսի 29-ին արդեն փորձարկել միջուկային զենք։ Միացյալ Նահանգները Հիրոսիմայի Նագասակիի վրա 45 թվականին գցեց օգոստոսի 6-ին ու 9-ին, բայց այն տեխնոլոգիան, այն ժամկետները, այդ ճանապարհը որևէ ձևով խորհրդային միությունը դրան մոտ անգամ լինել չի կարող։ Նույնիսկ գողությունից հետո հազիվ հասցրեցին 4 տարի հետո ստեղծեն։ Բա ինչ անենք, հիմա դատենք Ռուզվելտին հետ մահու։ Ասենք քու ժամանակ գողացել են։ Է լրտեսական աշխատանք միշտ եղել է։ Տարել են ու իհարկե մի կարելի է նախագահին մեղադրել, խնդիր չկա, բայց դա ինչ է տալիս, որ ամեն օրը տանցկացնես, ասես դուք վատ արեցիք, հիմա եղբայր բոլորը վատ են արել, դու լավն արա, տեսնենք ձևը սովորենք։ Իսկ սա հնարավորություն է տալիս ամենաշատը, ուղղակի սեփական սխալները չնկատել։ Դա է, ուրիշ սեփական սխալները դրանով արդարացնել, էլի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ ամերիկյան բանակն այլևս ժողովրդավարությունը զենքի սպառնալիքով չի տարածի։ Բանակի գործն է տիրել և ոչնչացնել սպառնալիքները Միացյալ Նահանգներին։ Թվում է թե ողջունելի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուժով չի խառնվի որևէ երկրի ներքին գործերին։ Միայն կարելի է դրանից ուրախանալ, բայց չմոռանանք մի բան։ Այն, որ Ամերիկան խառնվել է ներքին գործերին, դա այսպես ասած օժանդակ բացասական ազդեցություն է, բայց իրական էֆեկտը իր խառնվելու որն է եղել, որ ուրիշները չխառնվեն, որ չստեղծեն վտանգի օջախներ այդ երկրներում։ Այդ երկրները, եթե իմանան իրանք տերտիրական չկա մոլորակի վրա, ինչ ասես կանեն, մեկը քիմիական զենքեր ստեղծում, մեկը միջուկային, մեկը այս, մեկը այն, մեկը դնում իր երկրի տարածքում միլիոնից ավել մարդ էր սպանում, ոնց որ Ռուանդայի օրինակն ենք բերում 1.100.000, ընդամենը 94 թվականին մեր աչքի առաջ տեսած բաներ։ Բա իր երկրի տարածքում էր, Ամերիկան կարող նաև չմիջամտեր։ Թեպետ Ամերիկան համարում էր, որ դա իր դիվանագիտական սխալն է, որ չի էլ միջամտել, չի էլ կանխել։ Լավ, սա եմ ասում, բայց բացի դրանից, եթե այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասի, ես ուժով իմ ժողովրդավարությունը չեմ տարածում, լավ, շատ ուրախ ենք դրա համար,
բայց եթե դու հետ ես քաշվում, որ ուրիշը Իրանը չտարածի, այդ դա արդեն մեծ խնդիր է առաջացնում մեզ համար։ Որովհետև տեսեք ինչու եմ ասում, մենք գիտենք ինչ է Իրանից ներկայացնում Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը։ Եթե Ամերիկան հետ է քաշվում ու ինքը չի մասնակցում, դա չի նշանակում, որ նրանք չեն ցանկանում մասնակցեն։ Աչքիդ առաջ Ռուսաստանն ասում է ես Ուկրաինայում պետք է իշխանությունը փոխեմ, որտեղ ինձ դուրս չի գալիս այդ իշխանությունը։ Մարդիկ պարզ հայտարարում են, որ իրենց հատուկ ռազմական գործողության նպատակը նա է, որ Ուկրաինայում իշխանություն փոխեն, որտեղ այդ իշխանությունը դուրս չի գալու Ռուսաստանին։ Հիմա մենք ասում ենք, եթե հարգարժան Ամերիկա, եթե դու չես խառնվում, ուրիշն է խառնվում։ Կարող ես դու ասես ես չեմ խառնվում, բայց թույլ չեմ տա, որ դու էլ չխառնվես։ Բայց դա չես ասում, ասում ես ամերիկյան բանակը ընդամենը Միացյալ Նահանգների համար է, սպառնալիքները ոչնչացնելու, աշխարհի հետ մենք գործ չունենք։ Այսինքն սա է հարցը։ Նոր աշխարհակարգ որպես այդպիսին, Ամերիկան ասում է ես դուրս եմ գալիս խաղից։ Չի դուրս գալու խաղից Ամերիկան, նույնիսկ եթե երեք ասում է J.D. Vance-ը, որի մասին խոսել ենք, այսօր էլ ասում է Դոնալդ Տրամպը չի դուրս գալու։ Կարճ ժամանակ հետո հասկանալու են այդ մոտեցման ամբողջ ձախողված լինելը, վերանայելու են դա, չեն կարող չվերանայել։ Որտեղ հնարավոր չի աշխարհը պատկերացնել այդպես, որ Ամերիկան ասում է ես գործ չունեմ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Ամերիկան վարել է մեկուսացման քաղաքականություն, ձախողված մեկուսացման քաղաքականություն, այն էլ բանակի գեներալ 34-րդ նախագահի ժամանակ, այդ ժամանակ անգամ խնդիրը կայանում էր նրանում, որ Միացյալ Նահանգները ազդեցություն ուներ աշխարհի վրա։ Հիմա Միացյալ Նահանգներն ասում է հետ եմ քաշվում, ես մենակ ինձանով եմ զբաղվում, բայց դու այդ Էյզենհաուերը, որ հետ էր քաշվում, Էյզենհաուերը ժամանակ Ամերիկան իր ազդեցությունը տարածած ուներ, ուղղակի ասում էր այն, որը խորհրդային միության ազդեցությունն է, այդտեղ չենք մտնում, բայց մնացածի վրա իր ազդեցությունը տեր էր ինքը, բայց նույնիսկ այդ պարագայում աշխարհը ավելի անվտանգ չդարձավ, ավելի վտանգավոր դարձավ։ Իսկ հիմա երբ որ Ամերիկան ասում է ես մենակ տեր եմ իմ երկրին, դա ուղղակի մոլորակը ոնց որ ասես անդեր թողենք, ով ուժեղա թող վերցնի։ Այդ պարագայում, բայց մենք խնդիր ունենք, իսկ ով կվերցնի։ Ես ուղղակի ուզում եմ դες մի փոքր բան հիշացնել, բավական ծավալուն հոդված էր, մենակ մի հատ կարճ բան կարդամ այս թեմայի հետ կապված, որովհետև այնպես չի, որ այս ամեն ինչի մասին չգիտեինք ժամանակին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը աշխարհի հետ կապված ոնց ա եղել։ Հայկական ժամանակ օրաթեր տեղել է դա 2006 թվականին, 24 հունիս 2006 թվական։ Հոդվածը Էդվարդ Անտոնյանի «Չիմացությունը չի փրկում ոչնչից»։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ բավական վարժ տիրապետում է մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությանը, ու գնալով և մտրակի հարվածն է ավելի ցավոտ դարձել, և բլիթն է մեծացել ու ավելի համեղ դարձել։ ԱՄՆ ցանկանում է ժողովրդավարություն տարածել աշխարհում, դա համահունչ է ոչ միայն իր երկրի շահերին, աշխարհաքաղաքական զարգացումներին, այլև հարավային Կովկասի զարգացման վեկտորին, այդ թվում մեր երկրի հեռանկարին։ Այսինքն ես չեմ ասել, որ ԱՄՆ-ը չի տարածում, բայց ասել եմ նույնիսկ եթե տարածում է, դա համահունչ է, դա մեզ համար ձեռնտու է, որ ԱՄՆ-ն տարածի, որտեղ եթե ԱՄՆ-ն չի տարածում, մենք խնդիր ենք ունենում։ Այո, ԱՄՆ-ը իր համար կենսական հետաքրքրություն ներկայացնող երկիր մտնում է կամ թևավոր խոսքերով, կամ թևավոր հրթիռներով, ընտրության հնարավորությունը թողնելով տվյալ երկրին, իսկ արդյոք Ռուսաստանը չի առաջնորդվում մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությամբ, անշուշտ առաջնորդվում է, բայց յուրովի, նա ցույց է տալիս բլիթը, որպեսզի պատկերացում կազմեն իր հնարավորությունների մասին, սակայն չի պատրաստվում տալ այն, իսկ մտրակով կարող է ուժեղ խփել, կարող է խփել թույլ, կախված դիմացինի վերաբերմունքից, և այս կարգի հարաբերությունների պայմաններում մենք շարունակում ենք թաղվել ճահճի մեջ, մտածելով, եթե փորձենք դուրս գալ, ռուսները կնեղանան ու կհարվածեն, բայց ուշ թե շուտ փորձելու ենք դուրս գալ, և որքան ուշացնենք, այնքան դուրս գալու հավանականությունն ավելի է փոքրանում։
Այո, 2006 թվականին զգուշացնում էինք դա, որ ինչքան ուշացնեք գույք պարտքի դիմաց եք տալու, ինչքան ուշացնեք ռազմավարական օբյեկտներն եք Ռուսաստանին տալու, ինչքան ուշացնեք Ռուսաստանի հետ արտաքին առևտրի կախվածությունն եք մեծացնելու, բայց այս ամեն ինչն էինք ասում, այն ժամանակ անեինք, այսքան կախված չէինք գտնի, այն ժամանակ էլ էին ասում, բա որ քայլ անենք Ռուսաստանը կմտրակի, բայց դրա մասին էինք ասում, հիմա Միացյալ Նահանգներն ասում է, ես չեմ ուզում խառնվեմ, որ դու չես խառնվում, դա չի նշանակում, որ ուրիշներն էլ չեն ուզում։ Մենք այնքան ենք թաղվել ճահճի մեջ, որ եթե դուրս գալու համար արագ ու անկանոն գործողություններ անենք, ապա ավելի արագ կսուզվենք, եթե հանգիստ սպասենք, դանդաղ կսուզվենք։ Այնքան ենք ընկղմվել, որ ցավոք դուրս գալու մեր սեփական հնարավորությունները բավական չեն, անհրաժեշտ է դրսից օգնություն, սակայն քաղաքակիրթ աշխարհի պարզած փրկության փայտն արդեն որ երրորդ տարին է կախված է ճահճի վրա եւ մեզ չի հաջողում դուրս գալ մի պարզ պատճառով, որ մի քանի ճահճային դոդոշներ իրենց չափազանց լավ են զգում այս պայմաններում եւ փորձում են ամեն ինչ անել, որ մենք չկարողանանք այս վիճակից դուրս գալ։ Այսինքն ճահճի հատկությունն իմացողները հասկանում են, դանդաղ շարժվես, դանդաղ կսուզվես, արագ շարժվես, ավելի արագ կսուզես։ Իսկ եթե արդեն կեսից ավել թաղված ես, եթե դրսից փայտ չկախեցին, բռնես դուրս գաս, դու այլևս քո ուժերով հենման կետ ստեղծելով դուրս գալ չես կարող։ Սրա մասին էինք խոսում։ Այո, մենք թաղվում ենք ճահճի մեջ եւ անընդհատ սուզվում ենք դրա մեջ։ Հիմա եթե մեկը մեզ ասում է, որ մենք այլևս չենք ցանկանում որևէ ձևով միջամտել որևէ պետության ներքին գործերին, ասում ենք շատ ուրախ ենք դրա համար, բայց դուք չեք տեսնում, որ այսօր մի օր Ադրբեջանն ասում է սա արևմտյան Ադրբեջանն է, մի օր Թուրքիան է կանգնում ասում Ադրբեջանի պահանջը չկատարես, մեկը մենք մեր հետ խնդիր ես ունենալու։ Մի օր Թուրքիայի նախարարներից մեկն է ասում, որ մեկը մենք Զանգեզուրի միջանցք արտահայտությունն էլ ասելով պետք է ճանապարհը վերցնենք ու կապվենք, Հայաստանը պետք է գնա այդ քայլին։ Ռուսաստանը ասենք ասում է դա ժամանակին իմ տարածքն էր, այնպես սա որ մենք պետք է անպայման մեր ազդեցությունն ու վերահսկողությունը ունենանք Հայաստանի ու չեն թաքցնում դրա մասին։ Ուկրաինայի օրինակն էլ պարզ ցույց են տվել, ինչի մենակ Ուկրաինայի ցանկացած երկիր, որը իր ամոթ մի հատ բան է խոսում, Ռուսաստանն ասում է ժամանակին իմ կազմում ա եղել, անետ չանեք նորից մտնեմ վերցնեմ, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ասում։ Այնպես որ ուզեմ ասեմ Դոնալդ Տրամպի այս արտահայտությունը, որ մենք հետ ենք քաշվում եւ մեր ուժերը օգտագործում միայն մեր երկրի համար, եթե աշխարհակարգի համաշխարհային ոստիկանի ֆունկցիայից Միացյալ Նահանգները հրաժարվում է, աշխարհը պետք է մտածի, թե ոնց է անելու, որպեսզի փոքր երկրները կարողանան իրենց անվտանգությունը պահեն։ Ուրեմն որոնումները պետք է լինի այլ անվտանգային համակարգեր։ Ու զարմանալի չի, որ դա մտածում ես, որ եթե դա ստեղծվի Եվրոպայի հետ կապված միակ հնարավորությունը դա է։ Ամերիկան չարեց, Ռուսաստանի հետ մենք խնդիր ենք ունենալու։ Ամերիկան չարեց Ռուսաստանի հետ, որպեսզի խնդիր չունենանք, գոնե պետք է վստահանենք, որ Եվրոպայի հետ կարող ենք ինչ-որ բան պայմանավորել։ Ռեգիոնալ քաղաքականություն վարելը ուղղակի հեքիաթ է, որտեղ ռեգիոնում որևէ մեկի վարած քաղաքականությունը մեր հետ չի համընկնում։ Եվ ռեգիոնի 3 պետություններն էլ անկախ նայած ինչ չափի դա կարտահայտվեն, թե չէ, կարան համարեն, եթե Հայաստանը չլինի, իրանք ավելի լավ կզգային իրենց։ Նույնիսկ Իրանը կարող է այդպես համարել, իսկ պրոբլեմա որ։ Ինչի անդադ մտածի մի օր Ամերիկան կարող է գա մտնի Հայաստան։ Այն ինքը մտնի միանգամից միանա Վրաստանին, գնա աշխարհի հետ կապվի, անունն էլ դնի, ասի գիտեք Թուրքիան ու Ադրբեջանն ուզում էին վերցնեն, չթողեցի։ Մենք գիտենք, չէ, ինչեր է տեղի ունենում զինված խմբավորումները, որ չեն թույլ տվել, որ պետություն դառնան, Լիբանանի հերն էլ անձեցին, տեսակ Սիրիան էլ տեսակ ինչ եղավ, սեկտոր Գազան էլ եղավ, հութիները մի քիչ ավելի մեղմ են հարվածներ ուտում։ Դեռ երկիրը չի քանդվել, բայց ցանկացած պարագայում կարա դա լինի։ Այնպես որ ես սա ասեցի նրա համար, որ Դոնալդ Տրամպի ասածը շատ գեղեցիկ է հնչում, բայց աշխարհակարգ որպես այդպիսին այդտեղ Ամերիկայի մասնակցություն չունենալը շատ մեծ վտանգ է Իրանից ներկայացնում։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Մենք պետք է ամենաուժեղ միջազգային ճնշումը գործադրենք Ռուսաստանի վրա, դադարեցնելու այս պատերազմը, նշել է Կալասը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինան։ Այդ մասին են վկայում անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից
ուկրաինական տարածքում հասցված լայնածավալ հարվածները։ Տեսնում եք վերջի օրերին ինչ ինտենսիվ հարվածներ են հասցնում, կան զոհեր, ավերածություններ խաղաղ բնակչության շրջանում, այսինքն Ռուսաստանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինքը խաղաղության գնալ չի պատրաստվում, եւ եվրոպական կառույցները պետք է մտածեն դրա դեմը ոնց են առնում եւ եվրոպական անվտանգության մասին ինչ են մտածում, եթե հաշվի են առնում, որ Միացյալ Նահանգները ընդգծված ձևով հայտարարում է, որ որևէ երկրի ներքին գործերին խառնվելու մտադրություն չունեն։ Պատահական չի, որ մի երկու օր առաջ էլ հարց տվեցին Դոնալդ Տրամփին, Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի հետ կապված ձեզ չի անհանգստացնում, որ Ռուսաստանը զորքեր է կուտակում նրանց հարևանությամբ սահմանին, ասեց ոչ չի անհանգստացնում, բացարձակ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ճակատագիր իրեն չի անհանգստացնում։ Դե ուրեմն մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի։ X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկն ասել է. X-ի այս շաբաթվա խափանումներն ընդգծում են գործառնական լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը։ Ես պետք է չափազանց կենտրոնացված լինեմ X-ի եւ Տեսլայի վրա, քանի որ մենք ներդնում ենք կարևորագույն տեխնոլոգիաներ, գրել է Մասկը։ Մասկը նաև նշել է, որ թիմը կվերադառնա 24/7 աշխատանքի եւ խորհրդակցությունների, սերվերների եւ գործարանային սենյակներում քնելու։ Այսինքն սա նորից քայլ է, որ ցույց տա, որ դե որ գնացի կառավարության բարեփոխումներով զբաղվելու, աչքաթող արեցի եւ բիզնեսներս մի խայտարակ վիճակի մեջ է, դրա համար գնամ բիզնեսից տիրություն անեմ, այսինքն, այսպես ասած, իր հետ քաշվելը արդարացնի, որ գնամ բիզնեսս փրկեմ, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության բարեփոխումների հետ կապված նրա խայտարակ գործունեությունը ակնհայտ է իր ձախողումներով, հսկայական ձախողումներով։ Իհարկե կարելի է տեսնել անարդյունավետ ծախսած փողերը գտնել շատ նորմալ է։ Կարելի է նաև տեսնել որտեղ ինչ սխալ բաներ են արել կամ ինչ անիմաստ ծրագրեր են ֆինանսավորել, դա էլ շատ նորմալ է։ Բայց ավելի գլոբալ ձևով այնպիսի քաղաքականություն տանել, հարաբերությունները փչացնել ամբողջ աշխարհի հետ, մաքսային քաղաքականություն վարել, այսպիսի ահաբեկչական քաղաքականություն, տերոր անել եւ առաջի վնասը դրանից կրի Միացյալ Նահանգները, այս ամբողջը Իլոն Մասկը իր վրա չի կարող մաքրել, որովհետեւ ցանկացած միջին վիճակագրական տնտեսագետ ու պարտադիր չի Միացյալ Նահանգներում։ Իլոն Մասկի արած քայլերի դնում նայում է եւ ասում է սա դառացիորեն անգրագիտություն է, եթե դու անգրագետ չես, դու ինտելեկտուալ ես, մեզանից էլ ինտելեկտուալ ես, արհեստական բանականության ծրագրեր ունես, ուրեմն դու լրտես ես։ Եթե դու անում ես մի բան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ուղիղ հարված է հասցնում, որտեղ հնարավոր չի արհեստական ինտելեկտին դիմել քեզ ասի, որ մաքսային պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգներին օգուտ կբերի։ Բացառվում է դա, դրա մաս արհեստական ինտելեկտի ծրագիրեր պետք չէ։ Սովորական միջին վիճակագրական տնտեսագետեր պետք, որ ասես դներ ջախջախեր ու ասեր էս ինչ է անում։ Բարեբախտաբար այդ մասին միշտ ժամանակին խոսել ենք, այնպես որ եթե Դոնալդ Տրամփը տեսավ ինչ կատարվեց Տեսլայի հետ, ավտոշուկա էր բացել Սպիտակ տան բակում, որ Տեսլա առներ եւ պրոպագանդեր, որ սկսեն Տեսլան առնել, այնպես չի որ դա շատ մեծ հաջողություններ բերեց։ Գործնականում մինչև այսօր Տեսլան բոյկոտում են թե աշխարհի տարբեր երկրներում, թե նաև նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուղղակի բոյկոտում են, ուղղակի իրանց դժգոհությունն արտահայտում են այդ մեքենաների նկատմամբ։ Ու երբ որ Դոնալդ Տրամփը հիմա էլ ասում է, որ iPhone-ների արտադրությունը Ամերիկա չբերեք, 25% մաքսատուր կդնենք, տեսեք ինչ կդնենք ձեր գլխին, պետք է բերեք պարտադիր, այնպես չի որ կկարողանան տեղափոխեն Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրությունը շատ արագ։ Արդյունքում ստացվելու է ինչ, արդյունքում ստացվել է, որ ծավալները կրճատվելու է iPhone-ի ուղիղ այնպես, ինչպես Տեսլայինը, եւ մարդիկ սկսելու են այլ բջջային հեռախոսներ ձեռք բերել մրցակիցների, որոնք շատ արագ կարող են շուկան գրավել։ Եվ նույնիսկ դրան չի օգնի Սպիտակ տան մոտ մի հատ կրպակ դնել եւ բջջային հեռախոսներ վաճառել, որտեղ Տեսլայի օրինակը ցույց տվեց, որ վաճառքը այդքան էլ լավ չի գնում։ Համենայն դեպս լավ չի ստացվում Դոնալդ Տրամփի կողմից ինչ որ բան վաճառելը։ Այնպես որ այս ամեն ինչը պետք է ուշադիր հետևել։ Մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը միջոցներ կձեռնարկի ծնելիությունը խթանելու եւ բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար։ Աղջիկները չեն ուզում ծննդաբերեն, այժմ մենք կմտածենք բազմազավակ եւ այլ ընտանիքներին աջակցելու նոր միջոցների մասին։
ոչ միայն բնակարանային պայմանները։ Չնայած կարծում էի, որ եթե բնակարան կառուցենք, ապա բոլորը կշտապեն ծննդաբերել, բայց ոչ, ասել է Բելարուսի նախագահը։ Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ Բելարուսում ծնելիության ցածր մակարդակի պատճառները միայն կանանց մոտ չեն։ Տեսեք, տղամարդիկ առաջվանը չեն, մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել, ասել է Լուկաշենկոն։ Շատ համարձակ արտահայտություն է, որ իր սերունդից հետո այլևս տղամարդ չի մնացել, որովհետև եթե ինքը տղամարդ ասելով զուտ հասկանում է այն արուն, որը որ պետք է ծննդաբերելու գործերում ուղիղ մասնակցություն ունենա, բայց տղամարդու արժանիքը միայն արու լինելը չէ, տղամարդու արժանիքը շատ ավելին է, ու եթե իրոք ինքը ուզում է իմանալ տղամարդ մնացել է Բելարուսում թե չէ, հետևողական 94 թվականից արդեն 31 տարի դու ջարդում ես տղամարդու արժանապատվությունները, դուք ու կոլխոզնիկի մակարդակով երկիր ղեկավարելով մաքուր եվրոպական երկիր, մի կարգապահ երկիր, կարգապահ աշխատասեր ժողովրդով պատիվ ունեցել եմ այդ երկրում լինել, բայց շուտ հիմա վերջերս չէ։ Հա, ես տեսել եմ, որ այդ երկրի ղեկավարելու համար ու այդ երկրում բարիք ստեղծելու համար շատ քիչ բան է պետք անել, բայց ինչ արեցիր դու, այնպես արեցիր, որ ըմբոստ մարդիկ, արժանապատվություն ունեցող մարդիկ կամ լքեն երկիրը, կամ ջարդես նրանց, մի կողմ շպրտես, բանտերը լցնես, էս անես, այն անես։ Այո, եթե ուզում ես իմանաս տղամարդ չի մնացել, որ մնացած լիներ կանայք կհղիանային, եթե տղամարդ մնացած լիներ, քեզ պետք է առաջինը հղիացնեի։ Եթե դու հղի չես, ուրեմն ճիշտ ես ասում, որ տղամարդ չի մնացել, որովհետև այդ տղամարդկանցից սպասելիքը քաղաքական սպասելիք է, ոչ թե զուտ բիոլոգիական, որ այս տղամարդիկ իրանց գործը լավ չեն անում։ Երևի քոյիսին է մնացել, էլի, ոտերը թևերը քշտի ինգի դաշտերը։ Եվ գիտեք ինչն է, ցանկացած դիկտատորին հատուկ է նման արտահայտություն, որ երկրում ուզում ես դիկտատոր եղի, գործելավոճը, խոսելավոճը նույնն է։ Մի օքի էլ կար, չէ՞ այստեղ Հայաստանում, որ ինքը միակ տղամարդն էր Հայաստանում, բայց կարար զորքաներ մարդկանց դեմ, որ տղամարդկությունը ապացուցեր։ Մենք դա գիտենք, ժողովուրդ ջան, դա անես մի բարդ բան չի հասկանալու համար։ Ուզում ենք ասենք, որ ժողովուրդ ջան, ուշադրություն պետք է դարձնել, այն մարդը, եթե խոսում է, մտահոգված է, որ երկրում ծնելիության մակարդակը իջած է, հասարակությունը վաղվա օրվա նկատմամբ տագնապ ունի, ապագայի նկատմամբ վստահություն չունի, որի պատճառով ընտանիք չի կազմում, երեխա չի ունենում, մտավախություն ունի, այս ամեն ինչը մենք ինչի Հայաստանը այդ մասին ես ոչ չգիտեի Լուկաշենկոն ես բան ասելու, երեք դրա մասին չէինք խոսում, այո այդ մտահոգությունն ասում ենք երկրում ինչ մթնոլորտ լինի, հենց վերևից օրինակ ծառայող այդ երկրի իշխանությունները լինելով, այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծեն, որ մարդը տագնապ չունենա վաղվա օրվա նկատմամբ, իր երեխայի ապագայի նկատմամբ ցանկանա ընտանիք ունենա, երեխաներ ունենա, վստահ լինի, որ այս երկիրը ապագա ունի, պայծառ ապագա ունի։ Այդ նույն խնդիրները, որ Բելարուսի նախագահան մտահոգված լինի, ես հասկանում եմ, շատ նորմալ է, բայց որ ինքը չի հասկանում, որ դրա մեղավորը ինքն է, այդ այ հավատը։ Ինքը չի հասկանում, որ իրա մեղքով է, որ ինքը տենց էլ մտածել է, որևէ մեկը չէր կարող իրա դեմ պայքարել։ Բայց երբ որ տարավ Սվետլանա Տիխանովսկայի ամուսնուն նստացրեց բանտ, այդ կինը խոհանոցում իր համար աշխատում էր։ Այդ կինը ամուսնուն տեր կանգնելու համար մտավ քաղաքականություն։ Մտավ քաղաքականություն ու ինչ շանոյին դրեց Լուկաշենկոյի գլխին։ Լուկաշենկոն ավտոմատն առել էր փողոց էր դուսեք է, իշխանությունը ավտոմատով կպահեմ, կզոհվեմ, բայց աթոռս չեմ հանձնի։ Այդ տեսեք ինչ ձևի պայքարում եմ աթոռի համար։ Մի հատ կին էր փողոց դուսեք է, ամբողջ երկրի բանակն ու ներքին զորքերն ու ամեն ինչ փողոց էր անը, այդ կնգա դեմ։ Դու ես տղամարդկությունից խոսում։ Ու սա ընդհանուր մոտեցում է, սա միայն Լուկաշենկոին չի վերաբերում։ Հո Բելարուսն էլ մաքուր եվրոպական պետություն է, եվրոպական երկրների հետ հարևան է, հո Բելարուսը այն երկիրն է, որտեղ մոնղոլը չի մտել, որ իսկական ռուսը Բելարուսն է, մոնղոլը մտել 250 տարի թե ինչա բելառուսների գլխին ու հիմա այնքան չգիտեն թաթարեն թե ռուս, գլուխները գովան որ թաթարեն թե ռուս, դուք պատկերացնում եք 250 տարի որ չտեսի նման մոնղոլներն ընկել են ռուս կանանց ջանին, քանի սերունդ է արդեն թաթարացվել։ Բա ո՞նց եք ուզում։
բայց Բելարուս չի մտել, չէ։ Բելարուսը շրջանցել է, եկել է, հարվածել է, հա մտել թալանել դուս են եկել, բայց Բելարուսում չեն ապրել։ Դրա համար որ ասում ենք իսկական ռուսը Բելարուսն է։ Թաթար չտեսած ռուսն է, որին ծաղրում են ռուսներն, ասում են դուք ով եք։ Իսկական ռուսն է։ Բայց այս իսկական ռուսը, որը որ կարող է մաքուր եվրոպական երկիր լինելով, երկիր, որի արժանիքը հակահիտլերյան կոալիցիայի դեմ պայքարի, որի բնակչության 25%-ը զոհվեց այդ պատերազմի ժամանակ, հայրենական մեծ պատերազմի կամ երկրորդ համաշխարհային պատերազմի, որ ինքը դարձավ ՄԱԿ-ի հիմնադիր անդամ, Բելարուսը եւ Ուկրաինան 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, բայց մինչև դա իրանք Սան Ֆրանցիսկոյում կանոնադրությունը ստորագրեցին։ Այդ ժամանակ Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ չէր, ԽՍՀՄ-ն էր ՄԱԿ-ի անդամ, Ուկրաինան եւ Բելարուսը։ Այսպիսին է եղել աշխարհի վերաբերմունքը Բելարուսի նկատմամբ։ Սվետլանա Տիխանովսկային առաջի դեմքի մակարդակով եվրոպական լիդերները ընդունում էին։ Եթե հիմա մի քիչ էլ пассивացրել են, կարող է ընդունում են, մենք ուղղակի չենք լսում։ Ուղղակի այս պահին նա անելիք չունի, էտա, բայց պարզապես նրան այդ մակարդակով ընդունում էին, որ ասում են նա երկիր է ներկայացնում եւ մարդիկ կան, որոնք այդ ուղղությամբ մտածում են։ Այս է կոտրում, հետո ասում եք երկրում տղամարդ չկա։ Մայիսի 25-ից 27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև, ասենք ձեռի հետ, էլի, Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովին։ Սա պաշտոնական հաղորդագրություն է, ես կարդացի, որտեղ սրա մեջ ոչ մի բառ հենց այնպես չի արվում։ Հիմա նայենք, ուրեմն Սլովակիայի վարչապետը գալիս է Հայաստան պաշտոնական այցով, ոչ թե աշխատանքային այցով, որովհետև մասնակցելու էր Երևանյան երկխոսություն 2025-ին, ձեռի հետ էլ հանդիպեր Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի հետ, այլ ոչ, ինքը գալիս է պաշտոնական այցելությամբ, ձեռի հետ մասնակցում է այդ միջոցառման։ Իսկ դա էական է ինչի համար։ Էական է Ֆիցոյի տարբերակով, որովհետև նախ Սլովակիան խորհրդարանական կառավարման համակարգ ունի, դա նշանակում է, որ գործադիր իշխանության ղեկավարն է Ռոբերտ Ֆիցոն, իսկ դա նշանակում է, որ երկրում որևէ մեկ երկրի հետ կապված ղեկավարի գալու պարագայում ամենաբարձր ընդունելության ռանգը դա պետական այցն է։ Պետական այցով քո երկիր չի կարող գալ որևէ երկրի գործադիր իշխանության ղեկավարը, այսինքն Ֆիցոն չի կարող պետական այցով գա։ Պետական այցով գալիս է նա, ով սահմանադրությամբ, եթե նույնիսկ արարողակարգային ու ներկայացչական պաշտոնը, նախագահի պաշտոնը, միևնույնն է երկրի գլուխը նա է։ Երկրի գլուխը չի կարող լինի գործադիր իշխանության գլուխը։ Այս պարագա, այսինքն այն երկրում, որտեղ պարլամենտական է։ Օրինակ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական է, այսինքն գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, որը ընտրված է, այսինքն խնդիրը վերաբերում է այն երկրներին, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգ է, նաև մերի պարագայում երկրի գլուխը վարչապետը չի։ Այսինքն եթե Ֆիցոն չի կարող մեր մոտ գալ պետական այցով, նշանակում է նա Հայաստան է գալիս ամենաբարձր այդ ընդունելության մակարդակով, պաշտոնական մակարդակով, իսկ դա մեր ինչին էր պետք։ Ֆիցոն են Ֆիցոնը, որը որ մայիսի 9-ին գնաց գլուխը ջարդելով, գնաց որ հասներ հաղթանակի շքերթին մասնակցի։ Նույնիսկ Մերձբալթյան 3 հանրապետությունները՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, ասցին, որ մեր տարածքով դու չես կարող անցնես։ Մի հատ այնպիսի մարշրուտով գնաց, մի կերպ շնչակտուր գնաց ընկավ Մոսկվա։ Դե քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ էր գնացել Մոսկվա, այդ խայտարակությանը մասնակցել։ Դրա համար Ֆիցոն իր գործընկերն է։
ինքը դրա համար Ֆիցոին ոնց կարա չընդունի։ Ֆիցոին ընդունել պաշտոնական այցով, ես դրա համար եմ այդ նրբություններն ասում, որ դուք պատկերացրեք Եվրոպայի վերաբերմունքը մեր նկատմամբ, որովհետև ժամանակին իրանք Ֆիցոյի հետ կապված ասեցին, որ իմացի, հա, եթե դու գնաս, մենք վերաբերմունք ենք փոխելու քո նկատմամբ։ Պատահական չի, որ իրանք եւ Սլովակիայի հետ կապված եւ Հունգարիայի հետ կապված ասում են ձայնի իրավունքից զրկելու են, կրակն են կնգես սրանց ձեռը։ Այն դեպքում, երբ որ մտածում ես, լավ, Սլովակիան, Չեխոսլովակիան բաժանվեց երկու մասի, շատ խաղաղ ձևով բաժանվեց։ Վասլավ Գավելին էլ թող պարտական լինեն, որ տենց խաղաղ բաժանվեց, այնվաղ Չեխոսլովակիայից հետո ինքը անգամ նույնիսկ չեխերը չվիրավորվեցին նրանից, ինքը հետագայում նաև Չեխիայի նախագահ դարձավ, իրավապաշտպան, շատ լուրջ հեղինակավոր մարդ։ Որովհետև մենք տեսանք, որ Եվրոպայում, երբ որ Հարավսլավիան էր բաժանվում, մասերի բաժանվեց, արյունահեղություններ, կոտորածներ մինչև այսօր անգամ շարունակվում է։ Իսկ իրանք շատ քաղաքակիրթ ձևով բաժանվեցին։ Սլովակիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Դուք գիտեք, այդ մասին խոսել ենք, որ հետխորհրդային 3 հանրապետություններն էլ, Արևելյան Եվրոպայի երկրներն էլ առաջ դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, նոր են դարձել Եվրամիության անդամ։ Ոչ միայն ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելն ավելի հեշտ է, քան Եվրամիության չափորոշիչները ապահովելը, այլ նաև հաշվի առնելով խորհրդային միության ագրեսիվ վարքագիծը եւ Ռուսաստանի, որը խորհրդային միության իրավահաջորդն է, իրան համարում, ցելկա մենակ համարելը չի, որպեսի նրա դեմ առաջինը անվտանգության հարցը լուծենք, նոր մտնենք Եվրամիության անդամ։ Ու պատահական չէ, որ Սլովակիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 2004 թվականի մարտի 29-ին, իսկ Եվրամիության անդամ դառավ 2004 թվականի մայիսի 1-ին։ Այդ տարբեր արևելյան Եվրոպայի երկրների ընդլայնման հետ կապված դա եղավ։ Բացի դրանից ինքը Եվրոգոտու անդամ է եւ ինքը Շենգեն վիզայի շրջանակներում, այսինքն լիակատար ոտով գլխով ինտեգրված է եվրոպական բոլոր կառույցների մեջ։ Եվ այս երկիրը իրան պահում է այնպես, ոնց որ ասենք երկիրը մենակ երկիր, դե երկիրը որ հանդուրժում է նաև երկիրը, ոնց որ ասենք Պուտինի որևէ նահանգապետ չեմ կարծում այդքան իրավազուր կլինի ու տենց վազվզի Պուտինի դեմը, ոնց որ Ռոբերտ Ֆիցոն ու Վիկտոր Օրբանը, Հունգարիայի վարչապետը եւ Սլովակիայի։ Այսինքն սա ընդունելությունը ընդգծված ցույց է տալիս, որ ժողովուրդ ջան, եթե հանկարծ Հայաստան կգա Ֆրանսիայի արտգործնախարար չխաբվեք դրա վրա։ Եթե հանկարծ Հայաստանը կասի մենք գնում ենք Եվրոպա, ցկտում ենք, քայլեր ենք անում, չխաբվեք դրա վրա։ Հայաստանը Լավրովը ընդունում եւ Լավրովը գալիս է, ստեղ իր դրվածքը դնում է մի հատ է մեր վրա խոսում գնում եւ դրանից հետո Հայաստանը Ֆիցոյ է ընդունում եւ շարունակում մայիսի 9-յան խայտառակությունը։ Այնպես որ հետագայում, երբ որ տեսնենք Եվրամիության կառույցների վերաբերմունքը մեր նկատմամբ, պետք է հասկանանք նաև պատճառը որն է։ Նայեք Ֆիցոյին եւ հասկացեք տեղում ինչա կատարվում։ Հիմա մի բան ուղղակի ես հարցին երկու անգամ անդրադարձել եմ, բայց մտահոգությունը ժողովրդի մոտ շատ մեծ է այդ բանակի թեմայի հետ կապված, որպեսզի գումար վճարելով ազատվեն, տենց օր չկա, որ եւ գրեն եւ զանգեն, մոդիկ մարդիկ զանգեն, գրեն նորից ամեն ինչ, նաև տեսնում ենք, որ մարդկանց դա այնքան է մտահոգում, որ անգամ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել դրան եւ իր մտահոգությունը հայտնել այդ օրենքի նախագծի հետ կապված, այն դեպքում, երբ որ ուշադրություն դարձրեք, կառավարության դրական եզրակացությունից հետո է մտահոգություն հայտնել, այսինքն ոչ թե առաջ, այլ հետո, այսինքն նույնիսկ լսելով, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել, միևնույն է ինքը այդ մտահոգությունը հայտնել, այս ուղղակի ուզում եմ ասեմ նրանց համար, որ մտածում են դե լավ, դե կարող է իշխանության շահերը ցանկանան ապահովեն, ինչպես տեսակ դա այդպես չի։ Հիմա դրա համար պատահական չի, բնական է, որ անգամ ինձ էլի չեն բավարարվում այդ հարցի հետ կապված։ Նորից ես ուզում եմ մի անգամ եւս պարզաբանեմ, որ մենք հասկանանք ինչին է վերաբերում։ Եթե մենք խոսում ենք պրոֆեսիոնալ բանակի մասին, միանգամայն կողմ եմ։ Մտածենք ոնց անենք, փողի հարցը ոնց ենք լուծում, գլուխներս քարին պատին տանք, փող ստեղծենք պրոֆեսիոնալ բանակ, որովհետեւ եթե մարդը գնում է պայմանագիր է կնքում ու գնում է ծառայում է, այդ մարդը արդեն ծառայեց 10 տարի, 20 տարի, նաեւ ֆիզիկապես շատ լավ կոփված ալում, եւ տեխնիկային, տեխնոլոգիային հրաշալի տիրապետում է, եւ այդ մարդը ստանում է բարձր աշխատավարձ, այդ մարդը որ գնում է սահմանապահում, այդ իր բարձր աշխատավարձով ինքը ի վիճակի է արդեն ընտանիք
կյանք էլ կազմի, երեխա էլ ունենա։ Բնական է, եթե ինքը սահմանամերձ տարածքում էլ պետք է ապրի, իր կինն էլ միտեղ պետք է աշխատի, ընդեղ էլ պետք է աշխատանքի հարց լուծվի, իր երեխան ընդեղ պետք է ապրի, ընդեղ պետք է դպրոց գնա։ Այսինքն պահելով սահմանը դուք մի հատ հսկայական թվով ստեղծում ես հնարավորություններ, որ միանգամից այդ մարդիկ բարձր աշխատավարձ ստանալով պահեն իրանց հողն ու ջուրը, իրանց առարկայական, իրանց տունը ու սահմանը, բայց 30 տարեկան կամ 35 տարեկան լավ պարապած ու համակարգչից լավ օգտվող ամբողջ այդ տեխնոլոգիային լավ տիրապետող մարդը սահմանին կանգնի, թե 18 տարեկանը։ Իհարկե պրոֆեսիոնալ բանակին շատ կողմ ենք, բայց եթե մեր գումարը չի հերիքում, մենք գնանք պրոֆեսիոնալ բանակի ճանապարհով, բերեք այդ ուղղությամբ մտածենք ինչ անենք, որովհետև դա այս դշեցի ձեզ, աշխատատեղ է, լրացուցիչ հնարավորություն է, մարզային կառույցները ակտիվացնելու խնդիր է, սահմանային պաշտպանական համակարգերում այդ մարդկանց ներգրավելու խնդիր է, այսինքն դա լուրջ սոցիալական նաև խնդիր է լուծում դրանով։ Եկեք մտածենք ոնց անենք այդ խնդիրը լուծենք, աշխատատեղեր ստեղծենք եւ այլ եւ այլ, բայց եթե այդ խնդրը գտնված չի եւ մարդիկ մտածում են, քանի որ այդ խնդրը գտնված չի, ահագին մարդ երկրից գնացել է, որպեսի բանակ չծառայի, տղաներին հանում են, որ բանակ չծառայի, եւ падգամավորը մտածում է մի հատ լուծում գտնեն, գուցե դա է ճանապարհը։ Եթե գործադիրին այդ առաջարկությունը դուրս չգա, նա կմերժի, բայց եթե падգամավորն առաջարկում է 20 միլիոն նով ազատել, գործադիրն ասում է չէ 24 միլիոն, ինքը ուզում է ասի ես տեր եմ դրան, դա իմ առաջարկությունն է, ուղղակի ուրիշն է բերել։ Այսինքն այս առաջարկությունը, որովհետև այլապես ինքը թիվը չէր բարձրացնի։ Դրա համար մեր պրետենզիան այլևս գործադիրին է վերաբերվում։ Եվ հիմա հարց է ծագում։ Հիմա տեսեք, ասում են, եթե անօրինականը ավելի լավ օրինականացնենք, այդ փողը թող բյուջե մտնի։ Եթե դու ի վիճակի ես անօրինականությունը կանխես, դու քո տեղում չես։ Երկրորդ, կամ դու պետքա քո բարոյահոգեբանական մթնոլորտով պատվաբեր սարքես բանակում ծառայելը, կամ երկրորդ դու այնպես պետք է անես, որ բանակից ազատելը այդ արատավոր երևույթը տարածում չունենա, բայց հիմա խնդիր է առաջանում, նույնիսկ թե դու ինչքան պայքարում ես անարդյունավետ է, ասում ես եթե պայքարում եմ անարդյունավետ է, բեր օրինականացնենք, դա կատարվում է շատ կոպտագույն սխալ, ասեմ ինչ է որ հասկանաք։ Հիմա օրինակը վերևին վրա, չնայած իմ երեխաները բանակի տարիքից մեծ են, իսկ թորներս է շատ շուտ է դրա մասին խոսել, բերեմ որ ուրիշ անուն չտամ, ասենք պայմանական ես եմ, ես կարող եմ կանել իմ երեխային ասել գիտես ինչ, ես չեմ ուզում օրենք խախտեմ, այսինքն ոչ մի երեխա չի կարող ծնողին ասի դու գնա օրենք խախտի, այսինքն կամ դու պետք է գնաս ծառայես, կամ պետք է օրենք խախտես, ես չեմ ուզում օրենք խախտեմ, երեխան չի կարող ինձանից նեղանա, ես օրինապաշտ մարդ եմ, ոնց ես պատկերացնում դա, բայց եթե օրենք է ընդունվում, որ դու կարող ես օրինական տանես այս գումարը վճարես ու չծառայես, քո երեխան գալիս ասում է ես չեմ ուզում ծառայեմ, ասում ես բա փող չունեմ, վաղ է այդ երեխայի մատը փուշ մտավ, դու ամբողջ կյանքը քեզ չես ների, որովհետև պետությունը օրինականացնում է ու ասում է դու կարող ես տունդ վաճառեիր, դու կարող ես գնայիր պարտ կանեիր, դու կարող ես բանկ թալանեիր, դու կարող ես ամեն ինչ անեիր, բերեիր փողը մուծեիր, երեխադ չգներ բանակում զոհվեր։ Այսինքն դուք հասկանում եք դա ինչ բեռադնում ծնողի վրա։ Որովհետև այս դեպքում դու ասում ես ես չեմ անի անօրինականություն, բա որ ամեն մեկը անօրինականություն անի այս երկիրն ով է պահելու։ Երեխան ծնողից չի կարող նեղանալ։ Բայց այս դեպքում ասում է հայրիկ ջան, ուրեմն դու ափսոսեցիր փողը, ուզում ես ինձ ուղարկես ինձ տան սպանեն, իսկ մենք գիտենք, փողով բանակից ազատելը դա շատ լուրջ մաֆիա էր, ծրագիր էր նախկին իշխանությունների ժամանակ, որը հիմա ինչպես տեսնում եք ծաղկում է նոր իշխանության ժամանակ։ Հատուկ մարդիկ ամեն ինչ անում էին, ծառայելը դարձնեն անտանելի, որպեսզի մարդիկ ստիպված լինեն փող տան բանակից ազատեն։ Բանակում էլ ամեն ինչ անում էին, բանակում նայողները մարդկանց վնասներ տային, հրամանատարները ճնշեին, ամեն ինչ անեին, որ այդ աղմուկը գար հասներ ժողովրդին, որ հետո էլ մարդիկ էին գտնում հատուկ իրանց սարկած, որ գնում ասում են չհասկացանք, մենք հարիվ ենք, որ գնանք ծառայենք, հերս տարավ փողը տվեց ու ազատեց,
ու իրանք թվեր էին կրակում, այսքան տվեց ազատեց, որպեսի մարդկանց ականջին լավ թվերը կաշառքի հնչեր, որից հետո ասում են մի հատ ծանոթ ունենք էժան գնով անում է, պետքա գնանք խոսանք անենք, այսինքն գործ կպցնելու ինստիտուտ էր աշխատում ամբողջ երկրում, բայց որպեսի մարդը գնար զորով, շարով, ավտո ծախեր, տուն ծախեր, տաներ, փողը տար բանակից ազատեր, դրա համար պետքա որ բանակում զոհեր լինեին, դրա համար պետքա բանակում վախ լիներ, որի պատճառով այլապես մարդը հոհիմար չէր, բանակում ծառայելը պատվի գործելներ, այդ են չէր տունը ծախում երեխուն բանակից ազատում, ուրեմն նա պիտի հասկանար, որ դա անում է, որպեսզի երեխեն չմեռնի, իսկ դրա համար պիտի բանակում պլանային սպանեին, ժողովուրդ ջան, դա բիզնես է, հասկացեք, բանակում սպանելը բիզնես է, Ազատ գյուղի 15 երեխային սպանելուց հետո քանի մարդ որոշեց իր երեխային Հայաստանից անի, որտեղ տեսան իշխանություններն ամեն ինչ արեցին, որ դա չբացահայտվի։ Լավ դատավարությունը լսեք, այդ ամեն ինչի մասին ես ժամանակին խոսել եմ, ամենավերջի վիրավորական ձևով էլ ասել եմ, ես ինչ եք անում։ Բայց ես ինչի համար ասեցի ես, դա որ դուք պատկերացնեք։ Օրինականացնել նշանակում է ծնողին ասել, գնա փողը տուր, որովհետև դու ունեիր տարբերակ։ Փողով ազատել դու չարեցիր, քո երեխային ուղարկեցիր, իսկ երեխային ինչա իմանալով որ կարող է սպանեն ուղարկեցիր, դուք հասկանում եք ինչ բեռետակ են կողում, եւ երկրորդ ուշադրություն դարձրեք, եթե պետությունը մի բան օրինականացնում է, որպես գործընկեր հասարակությունը խնդիր է ունենում, հիմա տեսեք պետությունն ասում է, եթե ես ի վիճակի չեմ թմրամիջոցի դեմ պայքարեմ, ավելի լավ է օրինականացնենք, ազգային ժողովի նախագահի մակարդակով պրոպագանդում են մարիխուանան Կամ եթե հասարակաստուն չեք հասկանում, դեմը չենք կարամարնենք, գոնե օրինականացնենք նորմալ վերահսկողություն լինի բյուջե փող մտնի։ Էդ էլ են իրանք ասում, հո դա նորություն չի։ Այսինքն եթե այն ինչ որ չենք կարող ասենք, բերեք օրինականացնենք։ Հարց է ծագում։ Եթե այսօր պետությունը պայքարում է մի բանի դեմ, ամեն ընտանիքի ծնող իր ներքին ցենզուրայով իր ընտանեկան դաստիարակությամբ ասում է, խաջան, այս բանը մի անի, սա ճիշտ չի, սա վատ է։ Մենք օրինապաշտ մարդիկ ենք։ Եթե պետությունը օրինականացնում է դա, վերջ քեզ թևաթափ հանում ու թևերը կտրում է, որտեղ երեխան գալիս ասում է հայրիկ ջան, բա ասես սա վատ բան է։ Տեսնում ես մարիխուանան օրինական է, հասարակաստունն օրինական է, այս ինչը օրինական է։ Այսինքն բավական է դու օրինականացնելով հասարակությունը այլևս գործիք չունի ասի ես վատ բանը մի անի։ Եթե պետությունը իր բարոյական նկարագրով իր կենսակերպով մի բան համարում է անընդունելի, արդյունավետ պայքարի թե անարդյունավետ, դա չպետք է օրինականացնի։ Հասկանում եք իմաստը որն է սա։ Սա սկզբունքային հարց է։ Եվ երկրորդ, որ ասեցի, ամենամեծ վտանգը, որ եթե այսօր դուք ի վիճակի չեք փողով ազատելը կանխեք բժիշկների միջոցով կամ զինկոմիսարիատների, վաղն էլ ի վիճակի չեք լինելու։ Ուղղակի 60,000 օրինական գումարի դիմաց պետք է ասեք լավ, մի 10,000 կպակասացնենք, արի մեզ դու էլի առողջական առումով ազատենք։ Մեկը եթե դուք ի վիճակի չեք դա կանխեք, այդ վաղտել չեք կանխելու։ Այսինքն օրինական բարձրացնում եք կաշառքը։ Այնպես որ այս հարցը ժողովուրդ ջան, մեկ անգամ եւս ես համար պարզաբանեցի, պատրաստ եմ էլի պարզաբանեմ, եթե կզգամ, որ այնուամենիվ դա բավարար չէր։ Հուսով եմ, որ այս անգամ գոնե հիմնավոր ձևով ներկայացեցի իմ տեսակետը։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։